Ձեր կարծիքով Հայաստանում դատական իշխանությունը Նիկոլ Փաշինյանից անկախ է։ Չգիտեմ, այդ հարցերով ես իսկապես անտեղյակ եմ, չգիտեմ։ Ոչ մեկի մոտ դատական իշխանությունը անկախ չի եղել։ Թողեք հանգիստ ապրենք էլի։ Մեկ ստեղից չենք ճանաչում ոչ մեկ։ Դատական իշխանությունը հաստատ։ Չեմ կարծում։ Ես կարծում եմ այո, անկախ է գործում։ Ուզում եք ավելի բովանդակ ասեմ, որտեղ մենք ժողովրդավարական սկզբունքների վրա կանգնած պետություն ենք այս պահին, որը քիչ էլ անցումային փուլում է գտնվում։ Այսինքն բոլոր այն սկզբունքները, որով ենթադրվում է ժողովրդավարություն, մենք հիմա ունենք եւ անցնում ենք։ Այգի կասենք Նիկոլ Փաշինյան չէ, այլ Լենին, որովհետև Լենինը նույն Նիկոլ Փաշինյանն է, նա հողերը տվեց թուրքերին, սա էլ նույնպես տվեց հողերը թուրքերին, ինչպես Լենինը չէր սիրում ռուսներին իր ամեն մի բջիջով, նենց էլ Նիկոլ Փաշինյանը չի սիրում հայերին իր ամեն մի բջիջով, նենց որ ավելի լավ է իրան ասենք Լենին, իսկ դատական համակարգ ընդհանրապես Հայաստան ոչ մի ինստիտուտ չի աշխատում, միակ եկեղեցին է մնացել, որը ուզում են քանդեն ու ավիրեն, չգիտեմ ինչքան կտևի, բայց ինձ չի թվում, ինձ թվում է 2 ամսից սրանք կավարտեն իրանց գործունեությունը, երևի կգնդակահարվեն։ Ես ճիշտ ասած այդ հարցին չեմ ուզում պատասխանել։ Ընդհանրապես ես քաղաքականությունից ուզում եմ հեռու մնալ, կոնկրետ ներկա կառավարությանը չեմ ընդունում։ Վայ մենք շատ հեռու ենք քաղաքականությունից, կներեք։ Չեմ կարող ստույգ ասել, բայց որոշ փոփոխություններ կա, որոշ փոփոխություններ զգացվում է։ Այդ Բաղրամյան 26 հասցեում այն ժամանակ, այդ որ ասում է պորտֆելներով գնում էին գումարները հանձնում համապատասխան մարդկանց, հիմա այդ վերացած է։ Ես ստույգ գիտեմ, որ դա վերացած է։ Չեմ կարող պատասխանել։ Ոչ։ Իհարկե ոչ։ Իսկ ինչպես է գործում։ Դե ամեն դեպքում վարչապետի հրահանգով, որը ողջունելի է։ Փաշինյանից անկախ։ Վատանամ, ասես չան հիմա այստեղ վատ եմ, ես իրան լսում եմ վատանում։ Ճիշտ ասած գաղափար չունեմ։